Սատանան գիտի, որ իր իշխանությունը ժամանակավոր է։ Երբ որ Քրիստոս երկրորդ անգամ վերադառնա, Սատանայի ամբողջ իշխանությունը պիտի վերանի եւ այլևս ինքը անելիք չունի։ Եվ քանի որ իր ժամանակը սահմանափակ է, ինքն էլ փորձում է այդ ժամանակը օգտագործել, ինչքան հնարավոր է շատ մարդկանց կորստյան մատնել։ Երբ որ մարդը գնում է թուղթ ու գերանողի մոտ, ինչ է սա առաջին հերթին, որ ինքը չի վստահում Աստծո զորության օգնության։ Այսինքն դու կասկածում ես, որ Աստված քեզ հետ է։ Հիսուս ինչ ասում, ես ձեզ հետ եմ ձեր կյանքի բոլոր օրերը մինչև աշխարհի վախճան։ Այսինքն չկա մեկ օր, մեկ ժամ, մեկ ակնթարթ, մեկ վայրկյան, որ Հիսուս մեր կյանքի մեջ ներկա չլինի։ Բայց մենք ծուլանում ենք աղոթել, խնդրել իրենց օգնություն, դրա փոխարեն գտնում ենք ավելի հեշտ տարբեր։ Գնանք մեկի մոտ, ով մի քանի դրամ վճարելով մեզ համար կասի մեզ ինչ է սպասում, ինչ պիտի լինի։ Այսինքն մենք նաև մարդիկ սիրում ենք քաղցր ստով ապրել, մարդուն դուր է գալիս։ Սատանան էլ մարդուն այդ քաղցր ստերն է հրամցնում, որ արա քո ընտանիքի համար է սանում, քո փառքի համար է պետք, քո բարեկեցիկ կյանքի համար է պետք, եւ իրեն բերում է ստրկացնել։ Մարդ արդեն չգիտի, որ ինքը ստրկացած վիճակում է։ Այսինքն դու գնում ես Սատանայի մոտ, ասում ես ինձ օգնիր։ Սատանան այդ պահին ինչ է ասում։ Խնդիր չունես, բայց ասում է շնորհակալություն պիտի հայտնես։ Ինչպես, ասում է հետո քեզ կասեմ ինչպես շնորհակալություն հայտնես։ Հետո, երբ որ դու արդեն քեզ հասցնում ես քո ուզած դիրքին, փառքին, հետո ասում է գիտես, պիտի այս արարքը գործես։ Եվ ինքը արդեն քան որ վարժված է այս ամենին, ինքը նախընտրում այդ պայն իր հոգին վաճառել, քան իր փառքը կորցնել։ Ուրեմն այստեղ ամենամեծ վտանգն է։ Հոգիդ ինձ ես տալիս, ամեն ինչ քեզ եմ տալիս։ Եթե հրաժարվես հոգի տալուց, քո կյանքի դժոխքի պիտի վերածի։ Եվ որպեսզի մարդը նաև ապագայի հանդեպ կամ հավիտենական, այսպես ասեմ, հավիտենական կյանքի հանդեպ կատարյալ վստահություն մարդու ունի, հատկապես մեռելների հարության խորհուրդը շատ մարդկանց համար անհասկանալի է, մարդը փորձում է այդ ամեն օգտագործել այս ժամանակավոր կյանքի մեջ։ Եվ Սատանան ամեն միջոց օգտագործում, մեկին հոգատարությամբ, մեկին փառքի խոստումով, մեկին սիրաշահելով, մեկին կաշառելով։ Մարդը ցանկությունները գիտի Սատանան, թե մարդն ինչ ցանկություններ ունի, ինքը տալիս է այդ ցանկությունները, մեկ բան է, որ դու Աստծո դեմ պայքարես։ Ինչպես պետք է պայքարես։ Ինչպես դու կարող ես թշնամու բանակին հաղթել, եթե թշնամու բանակի մեջ գտնես դավաճաններ, չէ՞, դու կարող ես բոլոր ծրագրերն իմանալ, որտեղից պիտի հարձակվեն, քանի հոգով պիտի հարձակվեն, ինչպես են պաշտպանությունը կազմակերպել, դու հաղթանակ ես տանում անակնկալ։ Նույնն էլ հոգևոր կյանքի մեջ է։ Ինքը գիտի, որ Աստծուն չի կարող հաղթել։ Անհնար է, որ Սատանան երբևէ հաղթել։ Հիսուս բոլոր ճակատամարտերը հաղթել է, այդ հաղթանակած զենքը հավատքի, հույսի, սիրո միջոցով տվել է մարդուն։ Բայց երբ որ մարդը հրաժարվում է այդ զենքից, գնում է այլ ճանապարհով, ինքը Աստծուն հաղթում է, ցավ է պատճառում, այսինքն ճակերտավոր ասեմ, հաղթում է յուրաքանչյուր կորսված մարդու միջոցով։ Այսինքն ամեն կորսված մարդ մեծ ցավ է Աստծո համար։